եք տալիս, պարոն Եթե հռետորական հարց։ Այդ էլի Արարատ Միրզյանին եւ իրենց թիմին է պետք հարցնել։ Պարոն Մերաբյան, Դրանք այդ տիրույթն են։ Պարոն Ղազարյան։ Մեր կուսակցությունը լինելով նախաձեռնողներից մեկը այդ օրենքի եւ չդրսևորելով կուսակցական էգոիզմ, այո, մենք համարում ենք, որ մենք հաղթաթուղթ ենք տվել մեր պետության ձեռքը եւ դիվանագիտությանը, որպեսզի Հայաստանը կարողանա ինքն իր շահերը պաշտպանել այս ռուսական մարդակերության դեմ եւ հենց այսօր այս ապօրինի էմբարգոյի դեմ Հայաստանը կարողանում է պայքարել կողմնակիցներ ձեռք բերելով այդ օրենքի շնորհիվ։ Շնորհակալություն, պարոն Փաշյան։ Այս իշխանությունը արել է այն, ինչը որ ամենաշատը չէր կարելի, գործիք է դարել մի աշխարհաքաղաքական բևեռի ձեռքին, ընդդեմ մեկ այլ բևեռի։ Սա ամենաանթույլատրելի բանն է, տեսեք, այս ընտրությունները ուղղակի խայտարակություն են։ Մեր պատմության ընթացքում երբեք այսպիսի ընտրություններ չեն եղել, որ գրեթե բոլոր բևեռները ներկայացված են, այդ թվում նաև Բելարուսը, ամերիկացիները, ռուսները, թուրքերը, ադրբեջանցիները։ Սենց ընտրություններ երբեք չեն եղել եւ այս արմատամետներին ուզում եմ հիասթափեցնել, որովհետեւ իրանցից շատերը միգուցե առանց հասկանալու ամենամեծ գուբերնիստներն են։ Միգուցե առանց հասկանալու, որովհետեւ եթե 2013 թվականին Սերժ Սարգսյանը դարձավ Եվրոպայի ամենամեծ հիասթափությունը, իրանց գցեց եւ կուրսը փոխեց։ Նույն հիասթափությունը դառնալու է Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ նա ոչինչ չի կարողանում միջև վերջ հասնել Պուտինի ստիպվածազիջումների գնալ ու Հայաստանի կախվածությունը էլ ավելի մեծացնել Ռուսաստանից։ Շատ լավ, Տիկին Ադամյան, խնդրեմ։ Ես չեմ անդրադառնա արևմտամետների հիասթափությանը, թույլ տվեք անդրադառնալ այն ժողովրդի ոգևորությանը, որ ստորագրեց ընդամենը 1 ամսում 60,000 թեպետ պահանջի 50,000 Մարդկության պատմության ամենամեծ հանցագործությունները գործվել են Աստծո եւ ժողովրդի անունից։ Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելու օրենքը կանխեց 1 գիշեր։ Լսեք, պարոն Փաշյան, լսեք հարցը։ Բարի եղեք լսել։ Դուք կեղծում եք, չկա ԵՄ անդամակցության օրակարգ։ ԵՄ անդամակցության օրակարգ գուցե լուսավոր Հայաստանը չունի։ Շատ լավ։ Հայաստանի Հանրապետությունն ունի այդ օրակարգը օրենքի տեսքով։ Հայաստանի Հանրապետությունը դուք չեք։ Հերիք է ձևացնեք։ Հայաստանի Հանրապետությունը դուք չեք։ Ընդհանրապես դուք ԿՊ-ից ինչով եք տարբերվում։ Վերջ։ Դուք ԿՊ-ից Տիկին ինչով եք Վարդան, տարբերվում։ խնդրեմ։ Առանց տեղից գորալու, պարոն Փաշյան։ Սիրելի Կանցլերյանց քաղաքացիներ, հաջորդը դուք եք։ Սիրելի քաղաքացիներ, ես ուզում եմ դուք արձանագրեք, ինչ նոր տեղ ունեցավ։ Արարատ Միրզյանը, այս ինչ որ հիմա կատարվում է այս սանկցիաները գցեց ձեր գրպանը։ Ասում է քաղաքացիական նախաձեռնություն է տեղ ունեցել, դրա համար եք այդ օրենքը ընդունել։ Մենք չենք ուզում։ Ինքը մոռանում է, որ մեծ այլ քաղաքացիական նախաձեռնություն էլ կար, որ քրեականացնում էր Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը։ Դա իրենք չընդունեցին։ Հիմա ժողովուրդ ջան, ինքներդ ձեզ հարցրեք, այդ հայտարարության համար, այս հետևանքները իրենք չեն կրում։ Արժեր որ մենք կրենք, մենք ասում ենք որ չարժե։ Իրենք ասում են որ դա պետք է Սուրեն Սուրենյանց հետո Լևոն Ժողովուրդ ջան, դուք ընդամենը մերկացնում եք խեղճ Հայաստանի, հավերժ խեղճ եւ կռացած Հայաստանի տեսլականը։ Պարոն Միրզյան, ցույց տվեք, որ ուզում եք խոսել։ Պարոն Սոյնյան։ Պարոն Սաֆարյան, չէ՞։ Ես պատասխանեմ Պետրոս Ղազարյանի ռետորական հարցին։ Չէ, իմ Բոլոր հակադրություններն էլ ուրեմն սկսվում են ռետորաբանությամբ, հետո կոնկրետ սանկցիաների տեսք են տունում։ Հայաստանում եվրո օրակարգ չկա։ Եվրոպացի ցանկացած դիվանագետի հետ այդ թեմայով խոսես կծիծաղի։ Իրանք ընդհանրապես Հայաստանի անդամագրման խնդիր չեն քննարկում։ Սա երկու, երրորդը հերթական սուտը չի, միատօրինակ բերեք ապացուցեք, հերիքա դուք ստեք ամբողջ օրը։ Հագիս, պարոն։ Մյուսը ուրեմն, այն ինչ որ անում է Հայաստանի իշխանությունը պրիմիտիվ հակառուսական ստրիպտիզ է։ Լավ։ Որի վերջը շատ Ուզում եք ռուսական բալալայկա լսել։ Լուկաշենկոն է, Պարոն Բաղդասարյան, խնդրեմ։ Լուկաշենկոն չի ասել, քեզ Ալիևն է ասել հաստատ։ Քեզ չի ձեզ։ Ասեցի, քեզ Ալիևն է Ես ուզ ասի, չէ, դուքով, չէ, դուքով եւ հարգանքով։ Բայց ինքը չէ խախտեց։ Դուք ինքը ձեզ չվիրավորել եք։ Դու եւ չանցա։ Չափերից Դանը կտրեմ ու չեմ ասում։ Պարոն Բաղդասարյան։ Ասացի հարգանքով։ Եկեք սիրենք իրար։ Պարոն Բաղդասարյանը սիրում Հարգեք հերիքա։ եւ լրություն ալինում եւ լսում են։ Գիտեք,
Ես բռնին գիտակցեմ, որ 30 տարի առաջ էր նույն բանը քննարկվում, 20 տարի առաջ էր, 10 տարի առաջ էր եւ հիմա։ Դուք կուսակցությունը դեմ է ռուսաստրուկներին, դեմ է եվրոպաստրուկներին, դեմ է ամերիկաստրուկներին եւ վերջին հաշվով երբ կարող ենք մենք գիտակցենք, որ ազգայինը պետք է լինի եւ անկախ նրանից շատ ներողություն շուտ ասելուց տիպես մեկս մեկի դեմքին թռնենք եւ ասենք թե Ռուսաստանն է լավ եւ Ամերիկան է լավ, լավը Հայաստանն է, ամբողջական միասնական, ժողովուրդ ջան, ամբողջական միասնական։ Մենք հայտարարել ենք, տեղ չունեն այսօր իշխանության մեջ նախկինները ներկաները, այն պայից, որ կապաշխարեն, այն պայից, որ մեղքը կընդունեն եւ կլինի ոչ թե փողոցի արդարադատություն, այլ իրավամբ արդարադատություն, այն ժամանակ իրանք կլինեն մեր եղբայրները եւ քույրերը։ Վերջապես եկեք հասկանանք հետեւյալը, բացառապես միասնական մենք կարող ենք լուծել մեր խնդիրները։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ 13 վայրկյան։ Ժամանակը ավարտվեց։ Ժողովուրդ, դերակատարությունն հրավիրում ես այն բանի վրա, որ իզարմանասին երևի նաև ձեր մեր խոսքը սկսվեց բոլոր կուսակցությունների համարյա միաձայն բանով, խոսքով, որ պատրաստ են խաղաղության այս նախաստորագրած պայմանագիրը շարունակել, չընդհատել, զրոյի չսկսել, բայց ինչպես միշտ Հայաստանում ինչպես է տեղի ունենում ամեն ինչը, բոլորն ուզում են անձամբ իրենք այդ ղեկավարեն, բոլորն ուզում են, որ ինչ-որ մեկը դրսից իրանց հետ գա, միավորվեք արեք, թե չներ մեր ֆուտբոլի թիմն է դառնում, չեն կարող խաղան։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան։ Բոլորին դեմ եմ կուսակցություն Հովսեփ Ղազարյան, խնդրեմ։ Ում եք ուղում հարցը։ Ես իմ հարցը կուղեմ Արարատ Միրզոյանին։ Պարոն Միրզոյան, ուզեիք նոյեմբերի 9-ի փոխարեն հայկական բանակը հասած լիներ Եվլախ եւ դուք որպես Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար այնտեղ ստորագրեիք Ադրբեջանի կապիտուլյացիայի պայմանագիրը։ Հա կամ չէ։ Պարոն Ղազարյան, ես ընդհանրապես պատմաբան եմ մասնագիտությամբ եւ կուզեի, որ դեռ շարունակվեր մեծ հայքի թագավորությունը 2021 թվականին եւ մենք, չգիտեմ, օրինակ Բագրատունիների դինաստիան, ինչպես այլ սահմանադրական միապետություններում շարունակեր իշխել մեծ հայքում։ Բայց ես նաեւ իրատես մարդ եմ, ես գիտեմ, որ մենք ապրում ենք 21-րդ դարում։ Ես գիտեմ, որ պատերազմել եւ շարունակաբար թշնամաբար տրամադրված լինել հարևաններին, ընդ որում գրեթե բոլորին, ուղիղ ճանապարհը ինքնաոչնչացման։ Ուղիղ։ Դուք ձեզ կարող եք թույլ տալ տարբեր ճռճռան հայրենասիրական մեկնաբանություններ, Աստծո սիրուն, ազատ եք արեք։ Ես Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարն եմ։ Ես պարտավոր եմ եւ պատասխանատվություն ունեմ հոգ տանել Հայաստանի Հանրապետության իր ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականության, ինքնիշխանության մասին եւ սպասարկել իրական Հայաստանի, իրական բնակիչների, իրական քաղաքացիների շահերը, հոգալ նրանց անվտանգությունը, նրանց շուրջ խաղաղությունը, նրանց համար ստեղծագործելու, ապրելու, արարելու, երջանիկ ապրելու միջավայրի ապահովման։ 3 րոպե, արձագանք։ պարոն Ղազարյան, ձեր արձագանքը։ Շատ լավ պաթոսային բաներ խոսացիք, Պաթոսի բայց պատմաբան լինելով ես կուզեի դրանից այտենց մի տարի առաջ հիշեցնել, ավելի ճիշտ 2 ամիս առաջ, երբ նույն ձեր իշխանությունը Տավուշում միջ պահվող դիրք գրավելու համար հայրենասիրության պաթոսի մակարդակը մի րոպե լսեք մինչև վերջ լսեք մինչև վերջ լսեք մնացել ենք մի մեծ, չգիտեմ, մոլորության մեջ ենք եղել ձեր քաղաքական հասունության հասնելը պարոն Միրզոյան ձեր քաղաքական հասունության հասնելը կներեք ձեր քաղաքական հասունության մի րոպե էլի պարոն Միրզոյան ձեր ու ձեր իշխանության քաղաքականության հասունության հասնելը իմ ու իմ ընկերների վրա շատ թանկ է արժեցել։ Եթե ամոթ չլիներ, ես հիմա կներեք, ես հիմա շորս կհանեի ու իմ մաշկի վրա ցույց կտայի, թե ձեր քաղաքական ուժի անպատասխանատու որոշումների արդյունքում ինչ է կատարվել ու իմ ընկերների հետ։ Ու դուք նույն ձև հիմա շարունակում եք։ Դուք լինելով ռևանշիստ ձեր բնույթով Կարպիսը շատ լավ նշեց։ Դուք պարտություն եք կրել, բայց ուզում եք խաղաղություն թույլի դիրքերից խաղաղություն բացատրեք մեր վրա նկատմամբ եւ ձեր անցած մարտական ուղու նկատմամբ։ Ուրիշ բանի մասին է խոսքը։ Մենք հասկանում ենք, որ հասել ենք այս ծերին եւ ազգովին գնելու ենք անդունդը։ Եվ ասում ենք՝ մի րոպե ժողովուրդ չի կարելի սենց շարունակել, ազգովի ենք կործանելու։ Մենք անելու ենք նենց, որ նոր երիտասարդներ ձերպես մարտական բանով վիրավորանքներ չստանան եւ չգիտեմ, այդ բեկորները չմնան մարդ։
մենք անելու ենք գոյություն, որ ակային արժանի մի րոպե, Երիկայրի զզվցրեցիք, Հայաստանի ժողովուրդը ուզում է ապրի, այդքան բան, զզվցրեցիք, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը արժանի է ապրելու, ուզում է ապրի Հայաստանի ժողովուրդը։ Պարոն Ղազարյան, դադարեցրեք դա։ Ոսե պոպկորն կա։ Պարոն Ավագյան, խնդրեմ ձեր հարցը։ Գայ ուտե։ Ինչա։ Զանգա, ծնգլ։ Չի կարելի։ Մարդիկ լսում են, միկրոֆոն կա, բան կա։ Պարոն Միրզոյանին, որ լսում եմ, եթե ասեն անկեղծորեն, եթե այս խոսքերը Դուք ուրիշ հերոսի անուն չգիտեք։ Չէ, իմ հերոսը դուք եք։ Եթե հետո էլ ասում են ձեր սանանկությունը քաղաքականության նեղանում մի ընդհատեք։ Ես երբ որ այս խոսքերը լսում եմ, ասենք եթե ասած լինեին 2018 թվականին միջև պատերազմը, ես կծափարեի, կգնայի։ Այմարդ 20 թվից հետո ենք ասել, գնանք ընկնենք այդ անդունդը։ Թույլ տվեք խոսենք։ Ես չեմ հավատում ձեր համոզմունքներին։ Դուք ասում եք պատմաբան։ Ճիշտ եմ, բայց չեք հավատում։ Լրիվ, ասում եք ճիշտ եմ, բայց չեն 20 թվին ասել, ոչ թե 10-ուտ։ Փորձանքը բերելուց հետո եք ասում։ Դուք պատերազմի կուսակցություն եք, այո, երբ որ ընտրություն ա եղել պատերազմի թե խաղաղության միջև, դուք ընտրել եք պատերազմը։ Պարոն Ավագյան։ Եվ ես վստահ եմ, որ դուք միջև հիմա նույն ծայրահեղական։ Պարոն Ավագյան, իսկ բացի ձեզնից խաղաղության կուսակցություն կա ստեղ։ Իհարկե չէ։ Իրանք է խաղաղության կուսակցությունը։ Հաջորդ սերունդների վզին ու փախա։ Խաղաղության համար ենք պայքարում։ Պատասխանատվությունից փախել ա ձեր ուժը։ Փախել եք դուք։ Այ պարոն Ղազարյանի բեկորները մարմնի վրա եղած ձեր քաղաքական ուժի առաջին բանը։